կներկայացնենք Ռուբեն Զարյանի գրքերը Աքսել Բագունցի մասին։ Բագունցից ավելի հիմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակներում։ Մի զուգահական ուժ կար Բագունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն, բայց ինքը հակառակ իր սիրալիր պահվածքի մի խորհրդավոր անհամոթություն էր կրում իր մեջ։ Որքան էլ անկեղծանում էր, զգում էի, որ այնուամենայնիվ հոգու շատ դռներ փակ են քո առջև մնում։ Նկատել էի նաև մի բան. Չարենցը ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, անկայուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշվի չէր առնում իր հետ խոսողը կին է թե տղամարդ, բոլորովին այլ էր Բագունցի նկատմամբ։ Քաշում էր, զսպում, նույնիսկ նեղվում։ Քիչ էր պատահում, որ կար իրական հավաքությունների։ Այնպես էր իրեն պահում, որ իր հետ ոչ ոք չէր վիճում։ Իսկ երբ խառնվում էր վերցին, մենք ավարտեցինք մեր նախագիծը, այժմ կներկայացնենք վերջնությունը։ Կատարեցինք ինքնուրույն հետազոտում, համակարգեցինք կեսագրական տվյալներն ու փաստերը, բնութագրեցինք Աքսել Բագունցի ստեղծագործությունները, ներկայացրինք Բագունց անհատի հույզերն ու ապրումները։ հարստացրինք սեփական բառապաշարը, Դասեցինք հասարակություն և դասեցինք միմյանց։ ձևավորեցինք Մասնակցեցինք քննարկումներին և ելույթ ունեցանք լսարանի առջև։ ձևավորեցինք արժեքային համակարգ, քննադատեցինք հաջորդասիրությունը, բարոյական բարձր հատկանիշները ու արժեքները։